կարծիքով Հայաստանում ով կարող է խախտել Աննա Հակոբյանի իրավունքները։ Ոչ ոք, մեր նման նորմալ քաղաքացի է։ Ինքը երեք ասում են, որ իր իրավունքները խախտվել են։ Իսկ մեր իրավունքների մասին չի մտածել։ Анна Хакобяна, Никол Пашинян, жена. Очень хорошо, нормально. Сегодня-завтра услышишь, что они уже вместе. Это бизнес. Ոչ ոք։ Երեք ինքը ասել է իր շեփազրույցում, որ իր իրավունքները խախտվել են։ Չգիտեմ, ինձ թվում է ոչ ոք էլ չի կարող։ Եվ իր համար էլ դա նշանակություն չի ունենա, կխախտեն թե ոչ։ Չգիտեմ, ով կարող է Աննա Հակոբյան, չի անպայման Աննա Հակոբյան։ Դե ինքը նախորդին ասել է իր ասուլիսում, որ իր իրավունքները խախտվել են։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի պաշտպանելու իր անձի իրավունքները։ Նույնպես Աննա Հակոբյանը, ես չգիտեմ, խախտվել է, չի խախտվել, ինքը կիմանա, ճիշտ է։ Բոլորս հավասար չենք։ Հակոբյանը opet je պրեմիեր-մինիստրի կնիկն է։ Դրանով հարցը վերջանում է։ Բայց երեք ինքը ասել է, որ իր իրավունքները խախտվել են։ Ինքն ասել, Այո։ բայց ասել ով է խախտել։ Մենք սպասում ենք հուլիսին 6-ին, չէ՞։ 7-ին ընտրություն։ 7-ին, հետո կիմանանք։ Տալով տա։ Ձեր կարծիքով Հայաստանում ով կարող է խախտել Աննա Հակոբյանի իրավունքները։ Աննա Հակոբյանի իրավունքներով կարող է խախտել։ Երեք ինքն է ասել, որ իր իրավունքները խախտել։ Ես չեմ լսել ճիշտն ասած։ Հրատապ ասուլիս է։ Չգիտեմ, այդ սա խաղեր են անում, ինձ вообще չի հետաքրքրում Աննայի կյանքը։ Ու այդ իր հնարավոր է, որ ինչ-որ մեկը Հայաստանում խախտի իր իրավունքները Աննա Հակոբյանի։ հնարավոր է, բայց Աննա Հակոբյանի դեպքում իհարկե ոչ։ Առաջի խախտում անողները իրանք են, էլի։ Աննա Հակոբյանը առաջի ոչ մեկ իրավունք չունի։ Ես իրեն շատ եմ հարգում, վերջապես մենք ինտելիգենտ առաջի տիկին ունենք, որը գիտե հայերը խոսել, ճաշակով հագնվել ու 100 կիլո չի։ Ինչ ասեմ։ Երեք ինքը ասել է, որ իր իրավունքները խախտվել են։ Ամոթ նրանց, ովքեր խախտել են, ինչ իրավունքով։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մարդու անձնական խանգարել, խառնվել, չգիտեմ, չեմ ընդունում այդ։ Ափսոս։ Էլ եմ ասում, ես իրեն շատ եմ հարգում։ Իսկ ուրիշների իրավունքները խախտել կարելի է։ Թեկուզ ոչ իհարկե չի կարելի, ես չեմ ասում իրան աստվածացնում եմ։ Ընդհանրապես մարդկանց իրավունքները չի կարելի խախտել, նաև տատիների։ Ես ոչինչ չեմ կարող ասել, խնդրեմ հարցը մեկ ուրիշին ուղղել։ Երեք ինքն է ասել, որ իր իրավունքները խախտել։ Ես չեմ հետևում իրանց, որովհետև չեմ վստահում ոչ մեկին արդեն։ Ակնհայտ բոլորս էլ տեսնում ենք ինչա կատարվում է։ Ոնց կարող եք այդքանից հետո վստահել մի մարդկանց, որ այդքան զոր տվեցինք ու ոչինչի չհասանք, կորցնելուց բացի։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել։ Հայաստանում ով կարող է խախտել Աննա Հակոբյանի իրավունքները։ Միայն այսպես կոչված ամուսինը։ Բայց երեք ինքը ասել է, որ իր իրավունքները խախտվել են։ Զարմանալու չի։ Ինքը բոլոր իրավունքը խախտում է, մեկը պիտի գտնվի, որ իր իրավունքը խախտի։ Եվ դա իր սիրելի եւ պաշտելի ամուսինն է։ Այսպես ասած։